Երբ որ մարդը քաղցկեղ է լինում, նախ եւ առաջ պետք է ամբողջովին ախտորոշում ստանա, այսինքն մի հատ մանրամասնորեն պետք է քննություն լինի, տեսնի թե ինչ ճյուղավորում ունի այդ քաղցկեղը։ Երբ որ մանրամասն ախտորոշում ստացավ, տեսավ թե ինչ տիպի քաղցկեղ է, չարորակ է, բարորակ ուռուցք է, երկրորդ քայլը վիրահատությունն է, հա։ Վիրահատությունից հետո, եթե բարի հաջող անցավ այդ վիրահատությունը, այն ժամանակ նոր կարող ենք ասել, որ այս մարդը բուժման ընթացքի մեջ է, բայց դեռևս չի ավարտվել բուժումը։ Հետվիրահատական լուրջ գործընթաց կա, որ մարդը լրջորեն պետք է հետևի իրեն, որպեսզի ճյուղավորում չտա քաղցկեղը։ Եվ երբ անցնում է որոշակի ժամանակ, նոր, երբ ընդհանրապես հետք էլ չի մնում քաղցկեղից, այն ժամանակ, որ ասում ենք, այս մարդը այլևս առողջ է։ Հիմա փորձենք համեմատել մեղքի հետ։ Երբ է մարդը անդրադառնում, որ ինքը մեղավոր է, երբ որ մեղքը ճյուղավորվում է քաղցկեղի նման տարածվում է իր մեջ։ Եվ խոստովանությունը դա ախտորոշումն է։ Ամբողջովին ախտորոշում է պահանջվում մեղքի, այսինքն մանրամասն դու պետք է ճանաչես քո մեղքը, որտեղ է ակունքը եւ որքան է ճյուղավորվել, տարածվել քո մեջ, մտքում, սրտում, հոգում եւ մարմնում։ Դի լավ հեռադիտակի տակ, մանրադիտակի տակ նայես քո մեղքը ամբողջովին իր ճյուղավորված կառուցվածքով։ Սա ախտորոշումն էր, այսինքն խոստովանությունը։ Ամբողջովին ասեցիր, ներկայացրեցիր։ Հիմա վիրահատությունն ինչ է։ Վիրահատությունը դա խորապես զղջումը, հրաժարումը մեղքից։ Երբ որ մարդը արտասուքներով զղջում է իր մեղքի համար, կարծես վերցնում է այդ քաղցկեղը ու պոկում է իր միջից, հանում է։ Տաթևացին ասում է, հենց որ դու խորապես զղջացիր քո մեղքի համար, խոստովանեցիր, պոկեցիր, հանեցիր, Աստված այդ պահին ներեց։ Կարծես դու թեթևացար։ Երբ որ մարդու միջից քաղցկեղը հանում են, ինչքան թեթևություն է ինքը զգում, չէ՞, բայց ինքը հենց այնքան վերքեր ունի իր մեջ քաղցկեղից հետո, ահա որ ծանր վիրահատությունից հետո հետվիրահատական շրջան կա։ Հետվիրահատական շրջանը որն է, ապաշխարությունը։ Լրջորեն ինքը պետք է հետևի, պետք է հիշի, որ ինքը ինչից փրկվեց, մահվանից ազատվեց, որպեսզի նույն քաղցկեղը, եթե ինքը ուզում է նույն վիճակում հայտնվի, էլի նույն վիճակում, նույն մեղքերը պետք է գործի, նույն ձևով պետք է քաղցկեղ առաջանա, բայց կարծում եմ, թե ինչու մարդիկ չեն հրաժարվում մեղքից, որտեղ իրենց մեղքը չեն վիրահատել, հանել իրենց միջից։ Իրենք ցավով ու կսկիծով, արյուն թափելով, դանակով կտրելով չեն հանել իրենց մեղքը։ Այսինքն իրենց մեջ հələ արմատը կա։ Այ որ դու անխնա ձևով քո միջից դանակով կտրես, քերես հանես մեղքը, դու մեղքը չես թողնի քո մեջ։ Դու ուրեմն չես վիրահատել եւ Աստծո ներումն էլ չես զգացել։ Քանի դեռ քո մեղքը քո մեջ կա, գոյատևում է, ուրեմն դու Աստծո ներումը ամբողջովին չես զգացել։ Եվ դրանից հետո էլ հələ պետք է ապաշխարես, այսինքն զգույշ լինես, որ նորից այդ արմատները չգցի քո մեջ։ Դու ես սերմը գցողը, բայց աճումը չարն է աճեցնում քո մեջ։ Մեղքն, աշխարհը, սատանան աճեցնում են քո մեջ նորից այդ ծանր վիրահատությունները մի տար։ Ծանր քաղցկեղներ մի մանր մուներ փոշոտի մեղքեր կամ թեթևներելի մեղքեր այդ ծանր վիրահատության կարիք չունեն, դրանք քաղցկեղ չեն։ Բայց ծանր մահացու մեղքերը դրանք քաղցկեղածին մեղքեր են, քաղցկեղ են առաջացնում։ Եվ
շատ դժվար է քաղցկեղը հեռացնել եւ շատ դժվար է քաղցկեղի հետո առողջանալ, ապաշխարելը։ Ամբողջովին, երբ որ մարդը ազատագրվում է մահացու մեղքերից, խոստում անում է, զոհջում է, ապաշխարում է, լրիվ նոր մարդ է դառնում։ Այն ժամանակ ասում ես, այսը առողջ, բարեպաշտ առաքինի քրիստոնյա է, հին կյանքին չի վերադարձել։ Եվ տեսնում ենք Փառք Աստծո մեր շուրջը այդպիսի քրիստոնյաներ տեսնում ենք, որ ինչ կյանքից ուր են եկել հասել։ Բայց քանի դեռ այն հին ծանր մեղքերը, սովորությունները մեր մեջ կան, ուրեմն մենք մեր վիրահատությունը չենք արել, լրիվ չենք արել, կիսատ ենք արել, արմատները կան մեր մեջ, էլի քաղցկեղ է դառնալու։ Ուրեմն մեղքը անխնա կերպով պետք է վիրահատենք, հանենք